Հարգելի գործընկերներ, պարոն Դանիելյան, նախ ստեղից էլ ասեմ, էլի, այդ որ այտը համբուրում են իրար, դա կոչվում է հաղորդություն, այդ բանի պատարակի ժամանակ, ասեն սկսում են մի կետից, իրար, չէ, ընթացքում, պատարակի հենց ընթացքում իրար այտը համբուրելով, սենց խորում են, ընթացքում, հաջորդը, դուք կարծես տեղ մատնանշեցիք, որ կան հոգևորականներ, ովքեր ում բարևարկությունը կասկածի տակ է, հապա մենք էլ ենք դա ասում, տարբերությունն է, որ մենք դա ուզում ենք փոխենք, դուք չեք ուզում փոխեք, տարբերությունը էդ է, ինչ վերաբերում է բանին, թեմակալ առաջնորդին ազատելուն և չազատելուն և դրա վերաբերյալ դատական գործին, այո պետությունն ու եկեղեցին անջատեն, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին օրենքից դուրս է կամ հոգևորականները օրենքից դուրս են, որովհետև բացի հոգևոր ծառայությունից իրանց մեջ նաև աշխատանքային հարաբերություններ կան, որոնք կարգավորվում են օրենքով, այսինքն ընդդատյա են, թե չէ հակառակ դեպքում ու կասեք, հա X հոգևորականը մեկին սպանես չեն կարող դատել, որովհետև բանա, պետությունը անջատ է եկեղեցուց, դա աբսուրդ է։ Հաջորդը, բայց վերադառնանք բանին, էլի մեր քննարկմանը։ Ինչ է Տիկին Ղազարյանի փաստարկը։ Փաստարկը հետևյալն է, ասում է, մենք ուզում ենք օրենքով կարգավորել եւ խուսափել մի իրավիճակից, երբ որ պայմանական եկեղեցու գլխին գտնվող մարդը, այսօր դա դե ֆակտո դեռ Կտրիչ Ներսյանն է, չնայած ինքը կաթողիկոս չի։ Կարող է որը չէ, Կտրիչ Ներսիսյան։ Կարող է ինքը որոշի եկեղեցու որևէ Մայր աթոռին պատկանող որևէ պատմական հուշարձան նվիրի ինչ-որ մեկին։ Դա պետք է կանխել, որովհետև հուշարձանները բոլորի սեփականությունն են։ Հարցը առաջանում, իսկ ինչու պիտի նման բան որոշի, պատասխան նույն ձև, ոնց որ որոշել է Սուրբ Մասունք Գեղարդից փշուր կտրի սենց ու նվիրի կարևոր չի ում։ Ու եկեք անալոգիա բերեմ, էլի։ Ասենք որ վաղը իմանանք Մատենադարանի տնօրենը մի հատ միջնադարյան մագաղաթից սենց ծերից սենց կտրելա ու նվերելա ինչ որ մեկին, չեք ասի, այս ի՞նչ է կատարվում։ Հիմա տեղի ունեցել մի խայտարակ բան, ուզում ենք կանխենք։ Ճիշտ է, այս նախագիծը չի բանանում, չի կարգավորում մասունքների մասը, բայց կանխենք որ որևէ հուշարձան Կտրիչ Ներսյանը հանկարծ մեկին չնվիրի, օրինակ չնվիրի Հայաստան դաշինքին որպես նախընտրական շտաբ, որտեղ դες դեպք եղել է Մայր աթոռում, Մայր աթոռի շենքերից մեկում փակցված է եղել Հայաստան դաշինքի լոգոն։ Դրա համար կարող ենք մտածել, որ եկուց մյուսով կարող են նվիրի, այսքանը։ Աստված ձեզ հետ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։